Ամենավտանգավոր դիագնոզներից մեկը գինեկոլոգիայում, երբ որ պարտադիր պետք է լինի համադրություն բժշկի փորձ, բժշկի հմտությունները եւ պացիենտի զգոնությունը, որովհետեւ եթե այս ախտորոշումը մենք բաց ենք թողնում, որովհետեւ եթե չի ախտորոշվում այն ճիշտ ժամանակին, մենք կարող ենք ունենալ մինչեւ առ կնոջ առողջությանը եւ կյանքին սպառնացող իրավիճակ։ Խոսքը գնում արտարգանդային հղիության մասին։ Ինչու ենք միշտ պնդում, որ եթե կա հղիության դրական տեստի արդյունք տան պայմաններում կատարած, դա դեռ չի նշանակում, որ կա իրականում հղիություն, կարող է լինել կեղծ դրական եւ կեղծ բացասական, եւ ամենակարևորը հղիությունը հաստատվում է ԽԳՉ-ով եւ պարտադիր ուլտրաձայնային հետազոտությունը կատարելով մենք պետք է տեսնենք արգանդի խոռոչում պտղածում։ Արտարգանդային հղիության պարագայում մենք տեսնում ենք պտղածում, որը տեղակայված է արգանդի խոռոչից դուրս։ Այս պահին ես ձեզ ցույց կտամ արտարգանդային հղիություն, որը տեղակայված է արգանդափողում։ Կատարվել է ներհեշտության ուլտրաձայնային հետազոտություն, արգանդի խոռոչում պտղածու չի վիզուալիզացվում, այսինքն բացակայում է։ Հետազոտությունը կատարվում է դինամիկայում եւ ունենք ԽԳՉ-ի բարձր ցուցանիշ։ Ձվարանները տեսանելի են հստակ կոնտուրով, որևիցե ստրուկտուրային փոփոխություն չի նկատվում։ Ձախ արգանդափողը լայնացած է եւ հստակ վիզուալիզացվում է պտղածում։